խոտա ծածկույթից անում ենք։ Ուրեմն վնասվածքի չափը այնքան մեծ է, որ արդեն պատկերացում ունենք ինչ չափի կարկուտ է եկել։ Հիմա մարդիկ պետք է սպասեն, որ համայնքապետարանից գույքագրեն վնասը, ուղարկեն մարզպետարան, հետո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, հետո էկոնոմիկայի ու ներքին գործերի նախարարություններ, որ կարողանան դիմել կառավարություն, հասկանալու աջակցություն լինելու է, թե ոչ։ Աղցք գյուղի բնակիչները անզեն աչքով են ասում, նախորեի կարկուտը ամբողջ բերքն է փչացրել, թե ինչ են վաճառելու ամռանը, չգիտեն։ Ասում են, ով կառնի կարկուտի խփած ծիրանը կամ դեղցը։ Թող կրակեին, ապեր, այսօր էլ գյուղացուն ասեին, մենք արել ենք չի օգտել։ Թող կրակեին։ Մենք ես կապուտ երկնքի վախտնես լավ կրակում են, չգիտես խի այդ վախ կրակում, հենց սև ամպերը գալիս է, կրակ չկա։ Անձրև եկա, կարկուտն եկավ, ջարդես, բրծավ նոր սկսում են կրակել, չեմ հասկանում։ Ոչ էլ մեր գեղը կրակի, նախ մեր գեղն էլ չկրակեց։ Դուք որ գյուղից եք։ Ես Կարպիկ գյուղից եմ, բայց ստեղնիկ այգի ունեմ։ Գյուղացիների պատմելով կարկուտից հետո են կայանի որոտը լսել, բայց թե ինչից էր պաշտպանելու, չգիտեին։ Հստակ չէր նաև թե էլ ինչն է պաշտպանելու։ Բերքից արդեն իրենց պատմելով բան չէր մնացել։ Բազմաղբյուր գյուղից էլ ասում են կայանը կրակել է, հաստատ կրակել է, բայց այնտեղ էլ անզեն աչքով ասում են բերքի մոտ 90%-ի կորուստ ունեն։ Աշտարակի համայնքապետարանից փորձեցինք ճշտել հակակարգտային կայանների գործունեության մասին։ Գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյանը հաստատեց, որ Ուջանից Կարպի ներառյալ աղցքը գրեթե բոլոր կայաններն էլ կրակել են, սարքին են, հսկողության տակ են, բայց չի բացառվում կապի խնդիրը։ Մխիթարյանը նաև նշում է, որ արդյունավետությունը պայմանավորված է ամպի չափով։ Այդ հարցում համայնքապետարանն ու գյուղացիները համակարծիք են։ Այսինքն իրանք թույլ ամպերի վրա կարող են ազդել, բայց սենց ամպերի վրա հաստատ իրանք չեն կարող ազդել։ Բացի մեծությունը նաև տևական էր ու խիտ էր կարկուտը։ Տեղ-տեղ էլ քամի էր։ Դրա համար այս հարցունքն ենք ունեցել։ Աղցք գյուղի օպերատոր Արմեն Գևորգյանի կանխատեսումն ավելի հուսահատեցնող է։ Մյուս տարի էլ բերք պետք չի սպասել։ Ծառերն էներգիան ինքնավերականգնման վրա են ծախսելու։ Բայց էսի որ մտածված կարկուտը վերջանա, արևը սենց դուրս գա նոր սկսի աշխատել էս կայանը։ Ոնց որ ասեն տեսեք, կարանք կրակենք, ժամանակի բաց չենք կրակում։ Նայեք, բրծավ կարկուտը դեմի կրակենք։ Մտածված, այսի այս ժողովրդին անան։ Այսիա ջղային ասում, թող կրակեին ասեն լավ չկրակեց, զապրակա չեր, մի բան ցիկլոնը ուժեղ էր, 1000 ու մի կրուտիվ կարային անեն, բայց էսի կդրվելուց հետո են իրանք կրակել, արևը հելելա նոր կրակել։ Կարկուտից պաշտպանվելու էլի ձևեր կան։ Օրինակ հակակարգտային ցանցերը, թանկ են ասում են, հազիվ եղած վարկերն են տալիս, մի հատ էլ դրա վրա փող ծախսեն, կկարողանան տակից դուրս գալ։ Սուբսիդիան էլ գոյություն ունի, հակակարգտային ցանցի սուբսիդավորումա, բայց հակակարգտային ցանցն էլ շատ թանկ է։ Այսօրվա դրությամբ մի հեկտարը 15-ից մինչև $18,000 դոլարին համարժեք դրամ է նստում։ Իսկ այդ 15-ից $18,000 հեշտ չի աշխատել։ Այս բացառիկ տարի էր, որ sense լավ բերք կար։ Մեկ ես օրինակ այդ ռիսկի տակ 70%-ով վախենում եմ մտնել, որովհետև գումարը շատ է, իսկ ժամանակահատվածը վարկի շատ կարճ։ Այս ծիրանենին, կեռասենին ու մյուս ծառերը հմայակի դաշտում են։ Ինքը ջերմոցում է աշխատում, բայց հիմնական եկամուտը ստանում էր այգուց 6 հոգանոց ընտանիքը պահելու համար։ Դրա առաջի տարին ցուրտը տարավ։ Նու սենց ամեն տարի 3 տարի առաջ վարկ են վերցրել 3 միլիոն, մինչև հիմա փակում եմ հələ մյուս գարուն նոր վերջացնելու եմ։ Բերքի ապահովագրման մասին գյուղացիների տեսակետները տարբեր են։ Անցյալ տարի ապահովագրում չի եղել, այս տարի չգիտեին որ կա, չեն իրազեկել։ Այս տարի չի։ Նախորդ տարիներին էլ մեկին ասել են։ Ես գնացել եմ մտել եմ ապահովագրական ընկերություն, ասել եմ տանձանոց ուզում եմ ասել չէ, չենք անում տանձանոց։ Բան գիտի դեպքում ռիսկային են համարը չեն արել։ Ասում են արևային պանելները տեղադրելու համար գալիս իրազեկում են, բա ապահովագրության համար ինչու նույն ինտենսիվությամբ տեղյակ չեն պահել։ Ովքեր էլ իմացել, դիմել են ընկերություններին, գնից են բողոքում։ Ապահովագրման process-ը կա, գոյություն ունի, բայց մատչելի չի, թանկ է։ Անկեղծ ասած, ես իմ այգու համար հետաքրքրվեցի, մատչելի չէր։ Այդ ֆինանսական հնարավորությունը ես չունեի։ Այգում հավաքված գյուղացիներն իրենց խնդիրներն են ուզում լսելի դարձնել։ Ասում են, թող մի բան անեն, մյուս տարիներին գոնե բերքն այսպես չփչանա։ Լուծման տարբերակներ են առաջարկում։ Ասեն մի հատ հիմնադրամ են ստեղծում, ամբողջ Հայաստանի հողակտորները, մասնավոր, համայնքային, սեփական օգտագործման արոտավայրերը սիմվոլիկ գումարով թեկուզ հեկտարը 500 դրամ, 1000 դրամ ապահովագրեն։ Էդ է խնդիրը, այդ հարցը ասենք թե չէ ամեն տարի կարկուտ սրտարություն լինելու է։ Աղցքում մարդիկ տների դիմացից թափված տերևներն են հավաքում։
Սպասում են երեկոյան հավաքվեն, տեսնեն հետո ինչ են անելու, որ իրենց խնդրին լուծում տրվի։ Իսկ համայնքապետարանում օրվա երկրորդ կեսից նոր ստացել են դաշտերի գնահատման ձևաչափը։ Ուսումնասիրեն, որ գնան տեսնելու կարկուտը ինչքան է փչացրել բերքը։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Ռայնյուզ Արմենիա։